Նրա հաղթանակը սկսվեց մի ամբողջ կայսրության պարտությունից ու փլուզումից։ Այն պահին, երբ թուրքերը պարտություն կրեցին, հայերին պատմական հնարավորություն ընձեռնվեց։ Ժողովուրդներից յուրաքանչյուրը պետք է կայացներ ճակատագրական որոշումներ, որոնք ընդմիշտ կփոխեին իրենց ազգերի ճակատագիրը։ Ով էր այն մարդը, որ կանգնեց ժամանակակից Թուրքիայի ձևավորման հիմքում։ Նա քրիստոնյա ազգերի դահիճն էր, սուլթանների ժառանգը եւ բոլոր թուրքերի հայրը։ Բարև ձեզ, ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Մենք հաճախ ենք անդրադառնում ազգային ազատագրական պայքարի մեր ազգային հերոսների պատմություններին, սակայն համեմատաբար շատ ավելի քիչ ենք անդրադառնում թշնամուն, այնինչ թշնամուն ճանաչելը ունի չափազանց կարևոր եւ ռազմավարական նշանակություն։ Քանի որ ճանաչել թշնամուն նշանակում է շատ ավելի լավ ճանաչել ինքդ քեզ, հետևություններ անել քո սխալներից եւ տապալումներից, միևնույն ժամանակ անելով կարևոր եզրահանգումներ ապագայի համար։ 1919 թվականի մայիսի 19-ին Մուստաֆա Քեմալի ժամանումը Կոստանդնուպոլսից Սևծովի ափամերձ Սամսուն քաղաք կարելի է համարել անկախության համար Թուրքիայի պատերազմի խորհրդանշական եւ փաստացի սկիզբը։ Ինչ էր իրենից ներկայացնում երկիրն այդ ժամանակ։ Այն օկուպացված էր, իսկ ապագան անորոշ։ Օսմանյան կայսրությունում տիրող իրավիճակն ավելի լավ հասկանալու համար անդրադառնանք ընդամենը մի քանի փաստի։ Օսմանյան բանակը հսկայական կորուստներ էր կրել։ Մարտերի ու հիվանդությունների հետևանքով կար մոտավորապես 800,000 զոհ։ Բանակն ամբողջությամբ հյուծված էր։ 1917 թվականի վերջին Օսմանյան կայսրությունը գտնվում էր լիակատար ռազմական ու տնտեսական փլուզման եզրին։ Միայն Ռուսաստանի պատերազմից դուրս գալը կայսրությանը ժամանակավորապես վերականգնման կարճ հնարավորություն տվեց։ Սակայն ընդհանուր պատկերը աղետալի էր եւ գուժում էր պետության անխուսափելի փլուզումը։ Այդ ժամանակ մենք հայերս արդեն ունենք եւ մեծաթիվ զինվորականներ, ովքեր թրծվել եւ կոփվել էին անցնելով բազմաթիվ մարտերի միջով, եւ ունենք բազմաթիվ անվանի զորավարներ, որոնց անունները կարող ենք շարունակ թվարկել, իդեպ որոնց շատերին մենք անդրադարձել ենք մեր թողարկումների ընթացքում։ Իսկ թշնամին նույնպես ուներ իր հերոսը՝ Մուստաֆա Քեմալը։ Ինչով էր նա հայտնի, ինչի համար էր նրան իր ժողովուրդը անվանում հերոս։ Այս հարցերի պատասխանը կարող են գտնել Գալիպոլի ճակատամարտում։ Գալիպոլի ճակատամարտը 1915-ից 1916 թվականներին դաշնակցային ուժերի Բրիտանիայի եւ Ֆրանսիայի փորձն էր գրավելու Գալիպոլի թերակղզին, որը իր հերթին հնարավորություն կտար գրավել Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը եւ դուրս գալ Սևծով։ Այդ ճակատամարտի ռազմավարական նշանակությունը հսկայական էր։ Օսմանյան կայսրությունը մեծ վտանգի առաջ էր եւ կարող էր կորցնել ամեն ինչ։ Ճակատամարտն ավարտվեց Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի պարտությամբ։ Երկու կողմերի կորուստները հսկայական էին։ Զոհվածների, վիրավորների եւ գերիների թիվը հասնում էր մոտ կես միլիոնի։ Մուստաֆա Քեմալը, որպես գնդապետ եւ հետևակային դիվիզիայի հրամանատար, ունենալով ռազմավարական մտածողություն, վճռորոշ դերակատարում ունեցավ Արիբուրն ու Հրվանդանում Անտանտի զորքերի աբդուրսբերումը եւ դաշնակից ուժերի կողմից պաշտպանության ճեղքումը կանխելու գործում։ Գալիպոլի հաղթանակը Քեմալին դարձրեց Օսմանյան կայսրության ազգային հերոս, որի համբավը տարածվեց թե ռազմական, թե քաղաքական շրջանակներում, ինչը հետագայում մեծ դեր խաղաց անկախության համար մղվող պատերազմում նրա որպես առաջնորդի կայացման հարցում։ Սակայն ի վերջո Գերմանիան եւ նրա դաշնակից Թուրքիան պարտվեցին, իսկ Օսմանյան կայսրությունը առաջին համաշխարհային պատերազմում կրած իր պարտությունից հետո ստորագրեց Մուդրոսի զինադադարը, դրանով կապիտուլացվելով Անտանտի պետություններին։ Դժվար թե այդ ժամանակ Քեմալը կարողանար պատկերացնել, որ կայսրության անկումը կարող է դառնալ իր ապագայի համար կարևոր սկզբնակետ։ Մուդրոսի զինադադարի համաձայն Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները, ինչպես նաեւ Տավրոսի լեռների թունելները եւ մի շարք խոշոր նավահանգիստներ ու ռազմավարական նշանակության օբյեկտներ անցան հաղթանակած տերությունների անմիջական վերահսկողության տակ։ Հատկապես շեշտվում էր դաշնակիցների իրավունքը,
գրավելու Օսմանյան կայսրության ռազմավարական նշանակության ցանկացած տարածք, եթե այն ինչ-որ պահի կսպառնար իրենց անվտանգությանը։ Այս կետը փաստացի իրավունք էր տալիս նրանց միջամտելու պետության ներքին գործերին, զինադադարը վերածելով ակտի, որով Օսմանյան կայսրությունը անվերապահ պետք է ենթարկվեր հաղթողների կամքին։ Թուրքական զորքերը պարտավորվում էին լքել հարավային Կովկասի և Կիլիկիայի մի շարք շրջաններ, որտեղ կարգուկանոնը պետք է վերականգնվեր հաղթանակած տերությունների հսկողության ներքո։ Մուդրոսի զինադադար ուժի մեջ մտավ 1918 թվականի հոկտեմբերի 31-ին, որը նշանավորում էր Օսմանյան կայսրության առաջին համաշխարհային պատերազմում պարտությունը։ Այդ պահից սկսած մայրաքաղաք Կոստանդնուպոլսում իրադարձությունները սկսեցին շատ արագ զարգանալ։ Օսմանյան կայսրության պարտությունից և Մուդրոսի զինադադարի ստորագրումից կարճ ժամանակ անց Հայաստանը չեղյալ հայտարարեց Բաթումի պայմանագիրը, և թուրքական զորքերը սկսեցին դուրս գալ գրավված որոշ տարածքներից։ Հայաստանը սկսեց ընդլայնել իր սահմանները, որոնցից ետ էին քաշվել թուրքական զորքերը, ներառյալ Կարսի մարզը։ Հոկտեմբերի 31-ի գիշերը երիտթուրքական կառավարության առանցքային դերակատարներն ու հայոց ցեղասպանության կազմակերպիչներ Թայլատ Փաշան, Էնվեր Փաշան և Ջեմալ Փաշան գաղտնի լքեցին երկիրը։ Նրանք փախուստի դիմեցին գերմանական ռազմանավով, որ խուսափեն ինչպես պատերազմում պարտության, այնպես էլ կայսրության ժողովուրդների նկատմամբ կատարված զանգվածային հանցագործությունների պատասխանատվությունից։ Նրանց փախուստի հետևանքով առաջացավ իշխանության վակուում, և կառավարման համակարգը եղավ կաթվածահար։ Երկիրը մտավ քաղաքական անորոշությունների նոր փուլ, իսկ հաղթող տերությունները տոտալ վերահսկողություն սահմանեցին ինչպես Կոստանդնուպոլսի, այնպես էլ ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք շրջանների նկատմամբ։ 1918 թվականի նոյեմբերի 6-ին նեղուցները պաշտպանող Օսմանյան 15-րդ բանակի ստորաբաժանումները զինաթափվեցին դաշնակցային ուժերի կողմից։ Սա Անտանտի երկրների նավատորմերի համար ուղիղ ճանապարհ բացեց դեպի մայրաքաղաք։ Արդեն նոյեմբերի 7-ին դաշնակիցների նավերը մտան Բոսֆորի ջրերը և խարույց գցեցին Կոստանդնուպոլսի ափերի մոտ, խորհրդանշելով Օսմանյան կայսրության լիակատար հնազանդությունը հաղթանակած տերություններին։ 1918 թվականի նոյեմբերի 13-ին դաշնակիցների նավերը մոտ 3500 զինվոր դեսանտ իջեցրին, ովքեր գրավեցին մայրաքաղաքի կարևոր կետերը՝ պալատներ, հեռագրատներ, գրասենյակներ, նավահանգիստներ, պահեստներ, բանկեր և վարչական շենքեր։ Կոստանդնուպոլսի նկատմամբ վերահսկողությունն անցավ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Հունաստանի ներկայացուցիչներին։ Այս իրադարձությունները ազդարարեցին Օսմանյան կայսրության վերջի սկիզբը։ Թուրքական պաշտոնական պատմագրության մեջ այս շրջանը հայտնի է որպես օկուպացիայի, քաղաքական խորքային ճգնաժամի և ամենակարևորը հին Օսմանյան կայսրության համակարգի փլուզման հետ։ Չնայած ֆորմալ առումով պահպանվել էր սուլթանական իշխանությունը, սակայն պետությունը կորցրել էր իր իրական ինքնիշխանությունը և կարևոր որոշումները կայացվում էր բացառապես դաշնակցային ուժերի վերահսկողության ներքո։ Սկզբում Մուստաֆա Քեմալը Մուդրոսի զինադադարի որոշ պայմաններ ընկալում էր որպես ողջամիտ և Օսմանյան կայսրության այդ ժամանակվա իրավիճակին համապատասխանող դրույթներ։ Նա նշում էր, որ կայսրության իրավիճակն այնքան ծանր էր, որ նույնիսկ հարևան Բուլղարիան համեմատաբար ավելի մեծ ուժ և ազդեցություն ուներ։ Սակայն ժամանակի ընթացքում Քեմալը չափազանց քննադատորեն վերաբերվեց զինադադարին և դրա դրույթներին։ Գիտակցելով, որ լինելով հեռվում և մնալով Ադանայում հնարավոր չի լինի արդյունավետ կերպով ազդել իրադարձությունների վրա, Քեմալը շտապ մեկնեց Կոստանդնուպոլիս։ 1918 թվականի նոյեմբերի 13-ին Մուստաֆա Քեմալն արդեն ժամանել էր մայրաքաղաք, հենց այն օրը, երբ Անտանտի ուժերը գրավեցին քաղաքի հիմնական ռազմական օբյեկտները։ Քաղաք ժամանելուն պես Քեմալը գործի անցավ։ Նոյեմբերի 14-ին, անմիջապես հաջորդ օրը, տեղի ունեցան 3 կարևոր հանդիպումներ, որոնցից յուրաքանչյուրն առանձնահատուկ նշանակություն ուներ։ Դրանցից երկուսը լայնորեն լուսաբանվում են՝ հանդիպում իր վաղեմի ընկեր Ռաուֆ Բեյի հետ և նրանց համատեղ այցը նախկին մեծ վեզիր Ահմեդ Իզեդ Փաշային։ Այս հանդիպումները արտացոլում են Քեմալի կապերը Օսմանյան նախկին էլիտայի հետ։ Սակայն երրորդ հանդիպումը Բրիտանիայի ներկայացուցիչների հետ էր։ Այն Քեմալը կազմակերպել էր բացառապես ինքնուրույն։ Այդ հանդիպման նպատակը ոչ այնքան կապերի հաստատումն էր, որքան հաղթող պետությունների կողմից ստանալ աջակցություն սեփական քաղաքական ծրագրերի համար։ Կոստանդնուպոլսում Մուստաֆա Քեմալը հայտնի էր ոչ միայն որպես տաղանդավոր զինվորական, այլև որպես բարդ բնավորությամբ անձնավորություն։
Նույնիսկ երի թուրքերի առաջնորդներից մեկը, Էնվեր Փաշան, նախընտրում էր Մուստաֆա Քեմալին հեռու պահել մայրաքաղաքից։ Սա ընդգծում էր ղեկավարության զգուշավորությունը հավակնոտ սպայի նկատմամբ։ Այնուամենայնիվ, 1919 թվականի ապրիլի 30-ին Մուստաֆա Քեմալի գործը հաջողությամբ պսակվեց։ Նա նշանակվեց 9-րդ բանակի հրամանատար, որը տեղակայված էր արևելյան վիլայեթներում։ Քեմալին տրվեցին լայն լիազորություններ, այդ թվում վերահսկողություն ոչ միայն 9-րդ բանակի բոլոր ռազմական ստորաբաժանումների, այլև Տրապիզոնի, Էրզրումի, Սիվասի, Վանի, ինչպես նաև Երզնկայի և Ջանիկի գավառների քաղաքացիական իշխանությունների նկատմամբ։ Մուստաֆա Քեմալը հնարավորինս արդյունավետ օգտագործեց այդ նշանակումը։ Նա նույնիսկ արագորեն կարողացավ հասկանալ տեղի բնակչության տրամադրությունները, որոնք մեծ վրդովմունքով էին լցված գյավուրների, այսինքն անհավատների օկուպացիայի նկատմամբ, միևնույն ժամանակ ունեին մեծ և հսկայական վախեր անորոշ ապագայի նկատմամբ։ Այս պայմաններում Քեմալը կազմակերպված դիմադրություն ստեղծելու մեծ հնարավորություն տեսավ։ Տեղի բնակչության հետ մանրակրկիտ աշխատելուց հետո Մուստաֆա Քեմալը ձեռնարկեց այն քայլը, որը հետագայում նրան սպայից դարձրեց ազգային առաջնորդ։ Քեմալը Էրզրումում կոնգրես հրավիրեց։ Քաղաքը, որը դեռ վերջերս վերահսկվում էր հայկական ուժերի կողմից եւ պետք է դառնար արևմտյան Հայաստանի վերածննդի խորհրդանիշը, դարձավ թուրք ազատագրական պայքարի ծննդավայրը։ Քեմալի համար սա մեծ ռիսկ էր։ Վեհաժողովի բացումից մեկ օր առաջ նա դուրս եկավ Օսմանյան բանակից, որպեսզի կոնգրեսին մասնակցի որպես անհատ եւ ոչ թե որպես սուլթանի սպա։ Սա բացահայտ անհնազանդության ակտ էր սուլթանի ու անտանտի դեմ, որը նշանակում էր նաև, որ նա ցուցադրաբար կապում է իր ճակատագիրը ազգային շարժման հետ։ Կոնգրեսը հիմնականում բաղկացած էր տեղի նահանգային վերնախավից, որը ներկայացնում էր արևելյան վիլայեթների իրավունքների պաշտպանության ընկերությունը։ Քեմալին աջակցելու եւ պայքարելու դրդապատճառը ոչ այնքան հայրենասիրական էր, որքան անձնական։ Քանի որ տեղական վերնախավի շատ ներկայացուցիչներ հարստացել են ցեղասպանության հետևանքով յուրացնելով հայկական ունեցվածքը, իդեպ Էրզրումի անկման պատմությանը մենք անդրադարձել ենք մեր նախկին թողարկումներից մեկում։ Եվ քանի որ մեծամասնությունը ցեղասպանության անմիջական մասնակիցներ էին, վախը, որ հայերը կարող են վերադառնալ այն էլ ունենալով հաղթող տերությունների աջակցությունը, տեղական վերնախավին դրդում էր ուղղակի աջակցել Քեմալի ծրագրերին։ Վեհաժողովի ընթացքում ձևակերպվեց սկզբունքը. հայրենիքը մեկն է եւ անբաժանելի։ Ազգը կպաշտպանի իր անկախությունն ու ինքնիշխանությունը։ Սա դարձավ անկախության առաջին պաշտոնական հռչակագիրը։ Հետագայում Էրզրումի կոնֆերանսների որոշումները թուրքական ազգային շարժման հիմքը դրեցին, միավորելով շրջաններին կայսրության մասնատման դեմ պայքարի եւ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ անկախության պատերազմ սկսելու նպատակով։ Կարելի է նաեւ ասել, որ մենք հայերս ինչ որ կերպ նաեւ նպաստել ենք թուրքերի միավորմանը եւ ազատագրական շարժում սկսելուն։ Դեռևս 1919 թվականի հունիսի 3-ին Փոքր Ասիայում իր գտնվելու առաջին օրերին Քեմալը գաղտնի նամակ է ուղարկում տարածաշրջանի ռազմական ստորաբաժանումների հրամանատարներին եւ քաղաքացիական մարմնի ղեկավարներին։ Այնտեղ Քեմալը հայերին նկարագրում է որպես ամբարտավան ժողովուրդ, որն արտաքին ուժեր է օգտագործում թուրքական իշխանությունների դեմ եւ պնդում, որ նրանց պետք է ցույց տալ իրենց տեղը։ Նա կտրականապես դեմ է եղել Արևմտյան Հայաստանում հայկական պետության կամ որևէ տեսակի ինքնավարության ստեղծմանը, այն համարելով անտանտի տերությունների կողմից հայրին տրված նվեր։ Գեներալ Հարբերդին ուղղված զեկույցում նա ընդգծել է իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, ասելով. «Մենք թշնամական մտադրություններ չունենք Հայաստանի դեմ, որի կենտրոնը Երևանն է»։ Այնուամենայնիվ, այս հայտարարությունից մեկ տարի անց քեմալական զորքերը հարձակվում են Հայաստանի վրա, որը հերթական անգամ ապացուցում է պատմական այն ճշմարտությունը, որ թուրքերի խոսքի եւ գործի մեջ կա 180 աստիճանի տարբերություն։ 1920 թվականի օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրի պայմանագիրը, որը թվում էր, թե առաջին անգամ է, որ սպասարկում է մեր շահերը եւ մեր օգտին է։ Այն նախատեսում էր Թուրքիայի կողմից Հայաստանի ճանաչումը որպես ազատ եւ անկախ պետություն եւ որ միևնույն ժամանակ երկու կողմերն էլ պետք է ենթարկվեին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին։
Հայաստանը պետք է ստանար մոտավորապես 100,000 քառակուսի կիլոմետր։ Այդ տարածքների միավորումը առաջին հանրապետության հետ կստեղծեր ավելի քան 150,000 քառակուսի կիլոմետր տարածքով անկախ միասնական հայկական պետություն դեպի Սև ծով ելքով։ Մուստաֆա Քեմալի եւ նրա կողմնակիցների համար Սևրի պայմանագիրը ազգային նվաստացում էր։ Սևրի պայմանագիրը նրանք ընկալում էին որպես Թուրքիան մասնատելու եւ թուրք ժողովրդին քաղաքականապես ոչնչացնելու փորձ։ Հետևաբար, նոր ազգային շարժման հիմնական նպատակներից մեկը դարձավ Վիլսոնի Հայաստան ծրագրի իրականացմանը խոչընդոտելը։ Սակայն դրա համար նրանց դաշնակիցներ էին պետք, եւ նրանք իդեմս խորհրդային Ռուսաստանի գտան այդ դաշնակցին։ Այդ նպատակների համար Քեմալը նույնիսկ ձևականորեն հիմնադրեց կոմունիստական կուսակցություն։ Արդեն 1920 թվականի ամռանը խորհրդային Ռուսաստանը սկսեց Կովկասով զենք մատակարարել քեմալականներին։ Քեմալական Թուրքիային ցուցաբերած խորհրդային օգնության ծավալը նշանակալի եւ վճռորոշ էր անկախության պատերազմում թուրքական ազգային շարժման հաղթանակի համար։ 37,800 հրացան, 320 գնդացիր, 66 հրետանային զենք, 141,100 արկ եւ մոտ 5 միլիոն փամփուշտ։ Իսկ ֆինանսական օգնության շրջանակներում անհատույց կերպով Թուրքիային է տրամադրվել 10 միլիոն ոսկեդրամ, որն ամրագրված է 1921 թվականի Մոսկվայի պայմանագրով։ Դրա ցուցիչ մատակարարվել է նաև մի քանի 100 կիլոգրամ ոսկու ձուլակտոր։ Օրինակ, 1920 թվականի սեպտեմբերին Էրզրում է տեղափոխվել 200 կիլոգրամ ոսկի։ Խորհրդային Ռուսաստանի եւ Քեմալի միջև անգամ նման բարձր մակարդակի հարաբերությունների պարագայում Քեմալը շուտով արգելում է կոմունիստական կուսակցության գործունեությունը եւ նույնիսկ բազմաթիվ կոմունիստների ենթարկում մահապատժի։ Եվ այսպես ուժեղացված բանակը, որը ռուսական օգնությունից հետո երկրորդ շնչառություն էր ստացել, 1920 թվականի սեպտեմբերի 20-ին Մուստաֆա Քեմալից հրաման ստացավ հատել սահմանը եւ սկսել ռազմական գործողությունները Հայաստանի դեմ։ Հետագայում, երբ պարզ դարձավ, որ հայկական բանակն անկարող է վճռական դիմադրություն ցույց տալ, նոր խնդիր դրվեց՝ վերացնել Հայաստանը եւ քաղաքականապես, եւ փաստացի։ Այսպես շատ ավելի ակնհայտ դարձավ նրանց վերջնական նպատակը՝ վերջ դնել Հայաստանի գոյությանը, նպատակ, որը որպես այդպիսին որևիցե կերպ չէր տարբերվում նրանց նախորդներից՝ երիտուրքերի կառավարությունից։ Մուստաֆա Քեմալը կարողացավ հմտորեն օգտագործել քրդական գործոնը, խոստանալով քրդերին լայն իրավունքներ ապագա Թուրքիայի կազմում հայերի դեմ պայքարին մասնակցելու դիմաց։ Իրականում այս խոստումները բացառապես մարտավարական բնույթ էին կրում։ Հաղթանակից հետո քեմալականները հրաժարվեցին ինքնավարության ցանկացած ծրագրից, իսկ քուրդ բնակչությունը ենթարկվեց բռնաճնշումների եւ բռնի թրքացման։ Սեպտեմբերի վերջին թուրքական զորքերը գրավեցին Սարիղամիշը, իսկ օկտեմբերի 30-ին Կարսը, որը Հայաստանի կարևորագույն պաշտպանական կետն էր։ Կարսի անկումն աղետ էր, հազարավոր զինվորներ գերի ընկան, խաղաղբնակիչների զգալի մասը սպանվեց կամ վտարվեց։ Դրանից հետո թուրքական բանակը շարունակեց հարձակումը եւ նոյեմբերի սկզբին գրավեց Գյումրին։ Հայկական կառավարությունը հասկանալով իրավիճակի անհուսալիությունը ստիպված եղավ խնդրել հրադադար։ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում Հայաստանի եւ քեմալական կառավարության միջև կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, համաձայն որի Հայաստանը հրաժարվում էր Սևրի պայմանագրից եւ դրա շրջանակներում իրեն վերապահված իրավունքներից, ինչպես նաեւ հայկական բանակը սահմանափակվում էր 1500 հոգով։ Պայմանագիրը ներառում էր նաեւ դրույթներ Հայաստանում ապրող մահմեդական բնակչության վերաբերյալ եւ միևնույն ժամանակ սահմանում էր պատերազմի ժամանակ երկիրը լքած փախստականների վերադարձի կարգը։ Ֆորմալ առումով այդ հոդվածները պետք է երաշխավորեին մահմեդականների անվտանգությունը եւ վերականգնեին նրանց գույքային իրավունքները։ Սակայն իրականում այն ծառայում էր որպես քաղաքական ճնշման գործիք եւ փաստացի մեծացնում թուրքական ազդեցությունը եւ վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ։ Պայմանագրի ստորագրման պահին Առաջին հանրապետությունը փաստացի դադարել էր իր գոյությունը։ Հենց նույն օրը Երևան մտան Կարմիր բանակի ստորաբաժանումները եւ իշխանությունը անցավ կոմունիստներին։ Այդ պատճառով խորհրդային Հայաստանը հրաժարվեց ընդունել Ալեքսանդրապոլի պայմանագիրը, հռչակելով այն ոչ վավեր, քանի որ այն կնքվել էր այն պահին, երբ Հայաստանի կառավարությունը արդեն կորցրել էր լեգիտիմությունը։ Ինչու ունենալով հզոր զորավարներ, հայրենասեր խոշոր ձեռնարկատերեր եւ քար զինվորներ,
մենք չկարողացանք մոբիլիզացնել մեր ուժերը, մինչդեռ Մուստաֆա Քեմալ անունով մի թուրք սպա կարողացավ անել դա։ Yaktık mübarek vatanın her yerini. Saçtık eflake kadar durdunu. Ateşlerini. Kapadı gözde olanlar çıkacak gözlerini. Մոտ 100 տարի անց մենք հայտնվել ենք նույն իրավիճակում եւ կանգնած ենք ճիշտ նույն սպառնալիքների առջեւ։ Կարելի է թվել բազմաթիվ պատճառներ, սակայն դրանցից ամենակարևորը այն է, որ մենք այդպես էլ չճանաչեցինք միջազգային հարաբերություններում տիրող խաղի կանոնները։ Եվ անգամ վերապրելով ցեղասպանությունը, անցնելով այս բարդագույն շրջափուլերով, մենք կրկին ու կրկին հրաժարվում ենք ճանաչել ոչ միայն ճշմարտությունը, այլ նաև հրաժարվում ենք ճանաչել մեր թշնամուն։ Այս ամենով հանդերձ մեր ամենամեծ եւ ամենախորքային խնդիրը շարունակում է մնալ ազգային էլիտաների բացակայությունը։ Ցավալի է, որ անցնելով այս բոլոր փորձությունների միջով եւ ի վերջո ձևավորելով Հայաստանի երրորդ հանրապետություն, մենք այս ողջ ընթացքում այդպես էլ չունեցանք ազգային էլիտաներ։ Մի խնդիր, որին Թուրքիան երբևէ չառնչվեց։ Այսօր աշխարհում կան ավելի քան 7000 ժողովուրդներ, սակայն դրանցից միայն 193-ն են, որ ունեն պետություն, եւ դրա մեջ ենք բնականաբար նաեւ մենք։ Իսկ արդյոք մենք այսօր ունակ ենք պահպանելու մեր պետությունն ու պետականությունը։ Համոզված եմ, որ այո, սակայն դրա միակ եւ առանցքային նախապայմանը ազգային էլիտաների ձևավորումն է։ Իսկ ինչ եք կարծում, որն է հիմնական այն պատճառը, որ վերջին այս մոտ 30 տարիների ընթացքում մենք այդպես էլ չունեցանք ազգային էլիտաներ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես սիրով այն կարդում եմ։ Ձեզ հետ է Սուրեն Պետրոսյանը։ Եղեք ոգով ուժեղ եւ միշտ նոր հանդիպում։